Շարունակելով իմ հարցի տրամաբանությունը, բարեկեցություն ասելով ավելի բարեկեցիկ չենք դառնում։ Ես հույսով եմ, որ իմ գործընկերները դեռ կանդրադառնան գործազրկության աղքատության ընդհանուր Հայաստանում ցուցանիշներին, բայց ես իմ պարտքն եմ համարում անդրադառնալ արցախցիների շրջանում գործազրկությանը։ Արցախցիների շրջանում գործազրկությունը կազմում է 50%։ Այսպես է աշխատել սոցիալական հարցերի եւ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը, հասել այն բարեկեցությանը, որ հիմա արդեն արժե, որ նախարարությունը փոխվի բարեկեցության։ Արցախցիների շրջանում միջին աշխատավարձը 150,000 դրամ է կազմում, 150,000 դրամ։ Իսկ երբ որ մենք հիմա բացում ենք, խնդրում եմ լռություն պահպանել, իսկ երբ որ մենք հիմա բացում ենք ամենապարզ առաջին մտքին եկող կայքը, ասենք լիստեը մենք բացում, որպեսզի բնակվարձերի գներին ծանոթանանք, ստանում ենք մի հատ ահռելի պատկեր, թվերը կարող եմ հնչեցնել իհարկե, բայց ժամանակս կարծում եմ չի ների, ես իմ էջում կհրապարակեմ, պարզ մեծամասնությունը, ովքեր որ ապրում են վարձով, ուղղակի հնարավորություն չունեն անգամ շրջաներում, որովհետև այնտեղ էլ աշխատավարձն է ավելի ցածր, հնարավորություն չունեն իրենց կեցությունը ապահովելու։ Ես այդ ամենը հիմնավորված թվերով կներկայացնեմ շատ շուտով։ Այս առումով կառավարության ծրագրում ամբողջ այս փաթեթի վերաբերյալ կա ընդամենը մեկ նախադասություն. շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10,000 ընտանիքի բնակապահովման ծրագիրը։ Ինձ թվում է այսպիսով նաև իրենք են խոստովանում, որ տապալել են արցախցիների զբաղվածության հարցը։ Ես կրկնել եւ կրկնում եմ, որ նպաստների կարիք մենք չունենք, մենք ունենք աշխատանքի կարիք եւ այդ աշխատանքները պետք է լինեն արժանապատիվ, որի որ հնարավորությունը այսօր արցախցիները չունեն փաստացի, որովհետեւ տեղավորվել են ամենացածր վարձատրվող աշխատանքով։ Հետևաբար որևէ բարեկեցություն չկա, որևէ հիմնավորում չկա, որպեսզի դա կոչվի բարեկեցություն։ Շնորհակալ եմ։ Արման Եղոյան, նախապատրաստվի Ագնեսա Խամոյանը։